Բարև Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր փետրվարի 3-ն է, երեքշաբթի։ Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանին ԵԱՏՄ-ի անդամակցությունը բերում է իրական շոշափելի օգուտներ։ Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է, հենվելով քաղաքական կոնյունկտուրային չենթարկվող փոխադարձ հարգանքի եւ անդամ երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա, ասել է Սերգեյ Լավրովը։ Նախարարը նշել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով եւ Մոսկվան աջակցում է Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպությանը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը չի փոխի իր կողմնորոշումը հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխանելու համար։ Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության կրճատում կամ մեր երկրին ռազմավարական պարտություն հասցնել ցանկացող միավորումների եւ դաշինքների չափանիշներին անցում, ասել է Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բացահայտորեն իր հայ գործընկերներին է փոխանցում Եվրամիության հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականները։ Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների ետևում թաքնված է սառը հաշվարկ։ Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն եւ անբաժանելիորեն կապված է եղել, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որը եթե սեղմվի, կարող է օգտագործվել մեր երկրին վնասելու համար, ասել է Լավրովը։ Իսրայելի տարածքը Իրանի համար կդառնա օրինական թիրախ, եթե Միացյալ Նահանգները ագրեսիա իրականացնի Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ Իսրայելը եւ Ամերիկան երկու առանձին տարրեր չեն, նրանք մեկ ամբողջություն են, ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե ինչ պատասխան քայլեր կարող է ձեռնարկել Թեհրանը Իսրայելի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից Իրանի տարածքին հասցված հարվածի դեպքում։ Եթե Ամերիկան հարված հասցնի, ապա Իսրայելը բնականաբար կներգրավի եւ մեր պատասխանը պետք է համաչափ լինի, ընդգծել է Շամխանին, հավելելով, որ արձագանքի մասշտաբը կախված է նրանց գործողություններից եւ քայլերից։ Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Ջաննաթ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտարարել է Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Այրվել է մոտավորապես 2000 քառակուսի մետր մակերեսով տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ կրպակներ եւ վաճառքի տաղավարներ։ Հրդեհի մարմանը մասնակցել է 5 հրշեջ խումբ։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Թեհրանի նահանգի շտապօգնության ծառայության ներկայացուցիչ Շերմին Թաբրիզին հայտնել է, որ տեղում հերթապահում է մի քանի անձնակազմ։ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում լավ առաջընթաց կա, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 4-ից 5-ը։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք շատ լավ ենք համագործակցում Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ, եւ ես սա առաջին անգամ եմ ասում։ ՄԱԿ-ը մի փոքր ներգրաված է կարգավորման գործընթացում, ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսված էր փետրվարի 1-ին, կիրակի օրը։ Այն սակայն հետաձգվել էր եւ տեղի կունենա փետրվարի 4-ից 5-ը։ Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը եւ ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից, ինչպես նաեւ Վենեսուելայից, հայտարարել է Ամերիկայի նախագահը Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։ Այս քայլը կօգնի ավարտել պատերազմը Ուկրաինայում, ընդգծել է Դոնալդ Թրամփը։ Նա նաեւ տեղեկացրել է Միացյալ Նահանգներ Հնդկաստան առևտրային համաձայնագրի մասին, որը Թրամփի ձևակերպմամբ ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ըստ պայմանավորվածության Միացյալ Նահանգները Հնդկաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%, իսկ Հնդկաստանը կշարունակի Միացյալ Նահանգների նկատմամբ առևտրային սահմանափակումները զրոյացնելու ուղղությամբ աշխատանքները։
Մեր երկրի ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա։ Տարեկան ամփոփիչ ասուլիսին պարզաբանել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդաթյանի խոսքով կառավարությունը գնում է նաեւ ատոմակայանի հետևողականորեն երկարացման ուղղությամբ, որ առաջիկա 10 տարիներին եւս ատոմակայանը միացված մնա էներգահամակարգին։ Ասուլիսի մանրամասները ռեպորտաժում։ Դավիթ Խուդաթյանի խոսքով նոր ատոմակայանի մասով այս տարի կարևոր որոշում են ընդունել, այն է ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային։ Նախարարն ասաց, որ կառավարությունն ուսումնասիրել է եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի այդ մասով առաջարկները, սակայն մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։ Մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպիսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Մոդելի ընտրությունից հետո կորոշվի նաև թե Հայաստանը որ երկրի հետ է իրականացնում աշխատանքը, քանի որ մոդուլային ատոմակայանի սիստեմը որպես այդպիսին լայնորեն տարածված չի եղել նախկինում եւ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա։ Շտապելու անհրաժեշտություն չկա, քանի որ ցանկություն կա ատոմակայանի կյանքը երկարացնել։ Նախարարը վստահ է, որ շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը կհաջողվի եւ ատոմակայանը եւս 10 տարի շարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Նրա խոսքով ապրիլից մեծ հավանականությամբ հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, բայց նաև հաշվի առնելով այլ հզորությունների գոյություն ունենալը, որոնք օգտագործվում են ոչ ամբողջական ծավալով, Խուդաթյանի վստահեցմամբ մեր էներգետիկ համակարգում խնդիրներ չեն առաջանա։ Շուրջ 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված ցանցին, ինչը էականորեն մեծ է, նախորդ տարվա մեր արտադրած էներգիայի շուրջ 15%-ը արտադրվել է այդ կայանների կողմից, որպես այդպեսին սա պլանավորված ցուցանիշ է եւ պլանավորված գործողություն է, որը մենք իրականացնում ենք շահագործման ժամկետի երկարացման մասով որոշակի պարբերականություն ունենք։ Նախարարը տեղեկացրեց, որ շարունակվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան եւ Վրաստան։ Կրկին առաջընթաց ունենք ազատականացված շուկայի մասով։ Էլեկտրաէներգիայի արտադրված ծավալի 33%-ը վաճառվելու է ազատականացված շուկայում, ինչը Խուդաթյանի գնահատմամբ կարևոր ցուցանիշ է մեր երկրի համար։ Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գծին, ապա նախարարը հույս հայտնեց, որ այս տարի գծի կառուցումը կավարտվի եւ այն կմիանա Հայաստանի էներգետիկ համակարգին, այսպիսով հնարավորություն տալով ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ ընդհանուր առմամբ 2025-ին Հայաստանում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախարարի փոխանցմամբ 5.8%-ով ավելի է, քան 2024-ի ընթացքում։ Կարևոր արձանագրում է, որ մեր արևային կայանների թիվը 6% աճել է, էսպային էներգահամակարգում ուրեմն միացված է շուրջ 1100 մեգավատ հզորությամբ դրվածքային հզորությամբ էներգակայաններ, աճը կազմել է 43%, այդ կայաններից ուրեմն 50,000 եւ ավել մանր տնային տնտեսությունների կայաններ են, որոնք հաճախ կարելի է տեսնել Հայաստանում ճամփորդելիս եւ ընդհանուր իրենք շուրջ 650 մեգավատ ուրեմն արտադրանք են տալիս։ Իսկ ինչ նորություն կա երկաթուղու վերականգնման մասով։ Հիշեցնենք ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման համար կարևորել էր այն, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ։ Վարչապետը նախորդ 5 շաբթի լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին նշել էր, որ այս մասով ցանկություն կա գործակցել Ռուսաստանի գործընկերների հետ։ Իսկ եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում, երկաթուղային ենթակառուցվածքները կվերականգնի Հայաստանի կառավարությունը պետական միջոցներով։ Երկաթուղու մասով մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ եւ մեր ընկալումը այնպեսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Ավարտական փուլում կասեմ, բայց շարունակում ենք ելի այդ ուղղությամբ, այսինքն վարչապետի հայտարարությունից հետո նաեւ գործողությունները ելի գնում են այդ ուղղությամբ, այստեղ նոր փոփոխություններ չունենք եւ ակնկալում ենք, որ չենք էլ ունենա։ Նախարարի փոխանցմամբ 2025-ին նախարարության բյուջեն կազմել է 293 միլիարդ դրամ, ինչն էականորեն ավելին է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ կատարողականը կազմել է 92.3%։ Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին, նա նշեց, որ դա իրենց հիմնական գործիքն է համայնքներում տարբեր ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ իրականացնելու համար։ 2025-ին ընդհանուր առմամբ իրականացվել է 61 միլիարդ դրամի աշխատանք, ինչը Խուդաթյանն աննախադեպ ծավալ է համարում։ Այդ ծրագրերը պետական բյուջեի
բյուջեից համաֆինանսավորվել են 33.2 միլիարդով։ Ինչ վերաբերում է ճանապարհաշինության ոլորտին, Խուդաքյանն արձանագրեց, որ 2018-ից մինչ այս պահը հանրապետությունում վերակառուցվել է շուրջ 5000 կիլոմետր ճանապարհ։ Ուրախությամբ կուզեմ արձանագրել, որ մենք եւ պետական համաֆինանսավորման ծրագրով եւ պետբյուջեի միջոցներով ենք աշխատանքներ իրականացնում ճանապարհներին եւ հույս ունեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները ակնհայտ են, ակնառու են, հաճելի են եւ իրենք մի բան արդեն սովորել են այդ փոփոխություններին, ինչը դրական է։ Նախարարության ճանապարհային դեպարտամент հիմնադրամի կողմից նախորդ տարի կառուցվել, հիմնանորոգվել է 504.5 ճանապարհ։ Բացի սրանից 30 կիլոմետր կրկնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել կապալառու ընկերությունների միջոցների հաշվին, անորակ իրականացված աշխատանքներ են դրանք եղել եւ կրկին այդ միջոցների հաշվին, ուրեմն այդ աշխատանքները իրականացվել են, եւս 30 կիլոմետր գրունտային ճանապարհներ են կառուցվել, հիմնականում հյուսիս-հարավին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում մենք 10 կամրջի եւ 2 տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքներ ենք իրականացրել։ Այս տարի հանրապետության եւս 3 մարզում՝ Սյունիքում, Լոռիում եւ Վայոց-Ձորում կիրականացվի համայնքների խոշորացման գործընթաց։ Էլի հիմք ընդունելով են, որ մեծ համայնքները իրենք ֆինանսապես ավելի կայուն, ավելի լավ կարողություններով համայնքներ են եւ այնտեղ ավելի մեծ ծավալով աշխատանք է հնարավոր իրականացնել, ինչպես տեղի մասնագիտական միջոցներով, այնպես էլ կառավարությունից ստացվող ֆինանսական միջոցներով։ Խուդաքյանն ասաց, որ հիմնականում կմիավորվեն գյուղական բնակավայրերից բաղկացած եւ մինչ այս միավորված համայնքները, իսկ գործընթացը կլինի շարունակական, քանի որ փորձը ցույց է տվել, որ դա կառավարման արդյունավետ մոդել է։ Իմիջիալոց կմիավորվեն նաեւ այնպիսի համայնքներ, որտեղ համայնքային կառավարումը կեսից ավելի մասով կամ հիմնական մասով քաղաքացիական պայմանագրինն է եւ դա հստակ ցույց կտա, որ մենք չենք միավորում համայնքները այնտեղ կուսակցական իշխանություն վերցնելու մասով, որտեղ առնվազն այն ցանկը, որը կհրապարակվի, դուք կտեսնեք, որ այնտեղ զգալի հատվածում քաղաքացիական պայմանագիրը այսօր էլ իշխանություն է։ Համայնքների խոշորացման գործընթացը տեղի կունենա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, երբ այդ համայնքներում կանցկացվեն հերթական ընտրությունները։ Այս կերպ պետությունը կունենա նաև ծախսի կրճատման էական հնարավորություն, հավելեց Դավիթ Խուդաքյանը։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել։ Պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարումը այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել։ Այդ մասին նախարարության 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաքյանը։ Բնականաբար աշխատանքային process-ում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար եւ կարծում ենք նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում, ասել է նախարարը։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառված բուժծառայություններից օգտվելու հնարավորությունը զգալիորեն մեծացրել է պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ հոսքը։ Դիմողների շրջանակը հիմնականում 65 եւ բարձր տարիքի անձինք են, որպես ծրագրի հիմնական պոտենցիալ շահառուներ։ Գյումրի բժշկական կենտրոնում ապահովագրական փաթեթով արդեն շուրջ 1000 քաղաքացի է սպասարկվել։ Նախանցած տարի վիճարովի է, չէ՞ պարտել։ Դրանք բրոնխների թոքերի պաթոլոգիաներ են։ Գյումրի բժշկական կենտրոնի թերապիայի բաժանմունքում ազատ մահճակալներ չկան։ Բուժում ստացողները հիմնականում 65 եւ բարձր տարիքի հիվանդներն են, սուր-շնչառական խնդիրներ ունեն։ Այն խմբին են պատկանում, որոնք ապահովագրության համակարգում են։ Բուժօգնության ծախսերը հոգում է պետությունը։ Եթե նախկինում բժշկի դիմում էին միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հիմա ֆինանսական բեռը մեծամասամբ իրենցը չէ։ Առաջնային ուղղակից ուղեգրվում են հիվանդանոցներ։ Բրոնխների խնդիր աղջիկ։ Սերգորի եկորվա մեջ արդեն որոշ լավիկ կամ էլի կզգամոր լավիկ կամ։ Հատկապես կմատնանշեմ տարեցների համար, սա իհարկե շատ օգտավետ որոշում էր եւ նրանց ընդգրկվածությունը այս ծրագրում հնարավորություն է տալիս նրանց ժամանակին դիմել եւ ժամանակին բուժօգնություն ստանալ, չթողնել, չխորանալ, բարդությունները չզարգանան։ Պոլիկլինիկաներում ախտորոշում են ստանում, հիվանդանոցային միջամտություն պահանջող դեպքերում ուղեգրվում են բժշկական կենտրոններ։ Ապահովագրությունը Գյումրի բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում հիվանդների մեծ հոսքի է հանգեցրել։ Ընդ որում առավել հաճախ դիմում են ակնաբուժական ծառայությունների համար։ Միայն հունվար ամսին ապահովագրությամբ կատարվել է ավելի քան 50 բարդ վիրահատություն։ Վնասվածք է եղել, նրանց հետո տվեց բարդություններ մի քիչ, մեր բժշկուհին տեղերով բուժում ենք։
Կատարակտի, գլաուկոմա եւ ցանցաթղանթի վիրահատություններն են շատացել։ Բոլոր բաժանմունքներում է դիբելիությունն ակտիվացել։ Ծրագրում եղած որոշ պարտություններն ու թերությունները բերել են բուժաշխատողների աշխատանքի ծանրաբեռնվածության։ Դրանք կազմակերպչական, տեխնիկական բնույթի խնդիրներ են։ Ես որպես մասնագետ կառաջարկեի ավելի մանրամասն հիվանդությունների ժամանակ կատարվող միջամտությունների առանձնացնել, խմբավորել, դրանից կշահեն եւ բժիշկները եւ պացիենտները։ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերը սպասարկող կաթվածի եւ նյարդաբանության բաժանմունքում եւս դիմողներ ունեն։ Պետական պատվերի ծրագրից օգտվողներին գումարվել են ապահովագրության շահառումները։ Կաթվածի բուժման պետական պատվերի ծրագրով բուժօգնություն ստանում են հաշմանդամություն եւ սոցիալական արտոնություններ ունեցողները։ Այժմ այդ ցանկն է ավելացել առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի հաշվին։ Ես առաջ անգամ եմ օգտվել, ինսուլտ զարի եկել եմ, օգտվել եմ։ Սավոգրությամբ բերին, բարգեցերին, ծերի բուժի։ Ստացիոնարի առումով շատ մեծ հոսքերի փոփոխություն չենք սպասում, անկեղծ ասած։ Այստեղ ավելի շատ ամբուլատոր հոսքերի հետ կապված կարող են փոփոխություններ առաջանալ։ Մենք սպասում ենք այդ կարգավորումներին, վերջնական ուզում ենք մենք էլ հասկանանք, մենք էլ մարսենք այս նոր փոփոխությունները։ Բոլոր բաժանմունքների համար խնդիր է, երբ բուժառուները շրջանցում են պոլիկլինիկան, առանց ուղեգրման դիմում են բժշկական կենտրոն եւ պահանջում անվճար բուժ սպասարկում։ Հերթագրում է սկսվում քանակական առումով, այդտեղ մենք խնդիր ենք ունենում, մենք խնդիր ունենք պետական աշխատանքների հետ կապված մեր կոդերի փոփոխությամբ, այդ ամեն ինչը հայտնում են Երևան, որ կարողանան նաև ֆինանսավորում ժամանակին ստանալ։ Կապը, տեսեք, հիվանդը գալիս է շատ անգամ ու անմիջապես ուզում է անցնել իր հետազոտությունը, բայց նա այդ շատ կարևոր է, որ այս մենք նաև թող լինի իրազեկում բոլորին, որ ինքը պետք է սկսի իր ուրեմն առաջնային օղակի իր պոլիկլինիկայից։ Բուժառուն նաև անտեղյակ է, թե որ ծառայությունները եւ դեղորայքն է հասանելի ապահովագրությունով եւ կարող է պահանջել այնպիսի բուժում կամ դեղորայք, որն առայժմ ամբողջությամբ անվճար չէ կամ ներառված չէ ապահովագրական փաթեթում։ Նման դեպքերում եւ դեղորայքի եւ բուժ ծառայությունների համար գործում է համավճարի տարբերակը։ Համավճարն է փոխվել։ Եթե նախկինում համավճարը թույլ չէր տալիս վճարովի այդ գնի ոնց որ 30-40%, այս անգամ արդեն ամբողջությամբ կրկնակի ավել թույլատրվում է։ Շատ փոփոխություն կա ֆինանսական առումով, եթե նախկինում սահմանափակ X գումար էր, որը հնարավորություն չէր տալիս ավելի շատ քիմիոթերապևտիկ տեղորակ ձեռք բերելու հիվանդին օգնելու, այս պարագայում գումարը մեծացել է մինչև ԱԱԿ-ին բարձր գումար կարողանում ենք մենք փոխհատուցել ու տեղեր գնել մեր ուրեմն բուժառուների համար։ Բուժառուն եթե այդ ապահովագրական ընդունելի գումարի մեջից ավել է ուզում, ինքը վճարելու է։ Շուրջօրյա բուժ սպասարկման հասանելիությունն ապահովագրության ծրագրով նաև թանկարժեք վիրահատությունների համար է, օրինակ դեղապատ ստնդավորումը, հոդերի վիրահատությունները եւ այլն։ Համակարգի ներդրումով պայմանավորված առողջապահական ծառայությունների մատուցման եւ սպասարկման համար բժշկական կենտրոնների աշխատավարձերը այսուհետ վճարվելու են յուրաքանչյուր ամսվա կեսին։ Հասմիկ Թմասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ-ի աշխատակիցները Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած քաղաքացու բեռնատար ավտոմեքենայի կցորդում շուրջ 23,4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց են հայտնաբերել։ Մանրամասները պետական եկամուտների կոմիտեի տարածած տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեն հավատարիմ մնալով պետության եւ հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը շարունակում է հետևողական եւ անզիջում պայքար մղել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Օրերս ագարակ սահմանային անցման կետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ մաքսային զնման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացի ԱՓՀ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան։ Բեռնատարի կցորդի քառանկյուն սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կիլոգրամ։
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է եւ տեղափոխվել Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց-Ձորի մարզային վարչության եւ բարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23.4 կիլոգրամ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը։ Վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում Երևան քաղաքից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածում թմրամիջոցների մաքսանենգություն եւ իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի։ Ձերբակալված ԷԱ-ն եւ ՍՋ-ն ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինները ձերբակալվել են։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։